Սա հեղեղատարն է, որը հենց հիմա պատրաստում են ասֆալտեն։ Նայեք Կամազոն դեռ գալիս է, որ ասֆալտեն հեղեղատարը։ Ես էսի քանդում եմ, դուք պրոստը մտարին։ Всё գնա։ Կարծում եմ պարզ արդեն, շատ պարզ երևաց, թե ինչը պետք է ասֆալտային այս մարդիկ, այս հրա վրա մազուտը լցել էին ու հենա ասֆալտը փռելով գալիս են, հաջորդը են մեկն են փռելու, հաջորդը սա։ Իսկ խոսել նրա մասին, որ սա ամենաանվորակ ասֆալտն է կրկին, նայեք այս փոշու վրա մազուտ են, մազուտ չէ, սա եթե ինչ սև ներկա այսեն, սրա վրա յանի պիտի ասվալտը կպնի էլի, ասենք սրանովսկի էջը էջին չի կարելի կպցնել թղթից, այս սրա վրա պատրաստում են ասվալտ անել, թոթովենց փողոց, այսօր փետրվարի 19-ը, ժամը 2:35, ամբողջ փողոցը այսենց փոշու վրա ջուր են լցել ու պատրաստում են ասֆալտ անել։ Հիմա նայեք, ստեղ են այս հողը, ստեղ եզրակար պիտի լինի, բայց չէ, իրանք այս հողի վրա պետքա բերեն ու ասֆալտ փռնեն։ Հետո հաշունը կզարմանան, կասեն նախկինները եկել ու քանդել են ամբողջ ասֆալտը կամ չգիտեմ ինչ, խնդրեմ։ Այս է մեր իրականությունը ու վստահ կարելի ասել, որ թոթովենց փողոցում հենց հիմա ամենափնթի ձևով, ամենաանպատասխանատու ձևով ասֆալտը արվում, որի պատասխանը տալ անհնար է, որտեղ սա քանդվելու է հաստատ առաջին իսկ անձրևներին ու չի դիմանալու, միանշանակ չի դիմանալու մինչև հաջորդ ձմեռ, նույնիսկ սա գարունը հենց կարող է քանդվի, որովհետև տեսնում եք ինչ է, էլի, ասենք, չգիտեմ, ամենավերջին Աֆրիկյան պետությունում երևի այս որակի ասֆալտ չանեն ու այսպիսի աշխատանք չընդունեն, հələ նայեք, սենց չայնիկով մեկը ծլցրել է բանը, այս փոշու ու աղբի մեջ մարդիկ բերել ասֆալտ են անում, այս հրա մեջ, այս հրա վրա հիմա պետք է ասֆալտ փռեն, են էլ ավտոն, ասֆալտը փռելով, մենա ասֆալտը փռելով գալիս է։ Ու Երևանի քաղաքապետարանից ոչ մեկ չկա ստեղ, որ վերահսկի այս գործը։ Սա մազութն է, էլի, այդ մարդկանց փռացել Երևի քաղաքը ու Երևանը ու երևանցիները ավելին արժանի չեն մտածում է քաղաքապետարանը Երևանի, դրա համար էլ էս է տալիս։ Իսկ սա, որ պիտի ասվալտա պատվեր էդ հեղեղատարն է։ Հիմա ես թողում եմ սենց ու իրանց ոչի բան չեմ ասում։ Տեսնենք ինչ կանեն։